Գիշերը մի այսպիսի նամակ ստացա, սոս նամակ, օգնության ճիչ, այսպես ասված, եւ այդ նամակի հետ կապված ուզում եմ հենց մեր զրույցը սկսել, նամակի հեղինակ Ալին Աղաջանյանն է, ում դստերը ունի շաքարային տիպ առաջին դիաբետ, երեխայի կյանքը վտանգված է, մայրը համացանցում օգնության ճիչ է բարձրացրել, ինչու չի լռում, քանի ընդ որում ասեմ այդ ծնողը պայքարում է մեզ հետ մի քանի տարի շարունակ, մենք 2014 թվականից Նոյան Տապանը պայքարել է դիաբետիկ երեխաների անվճար դեղորայքի համար, ասեղների համար, մի խոսքով այս պայքարի մեջ են, պայքարող տեսակներից է, աղջիկներ մեզ հետ մեծացավ, բայց հիմա մայրը արդեն անհուսալի վիճակում է, քանի որ երբ որ արդեն առողջապահության նախարարությունը եւ բժշկասոցիալական փորձաքննությունը թղթաբանակների քաշքշուկ է անում, երեխայի շաքարը դարձել է 25, երեխայի ացետոնը +4 եւ այս վիճակում ծանր թունավորում եւ կոմայի անմիջական վտանգ կա։ Ինչ է անում առողջապահության նախարարությունը եւ ընդ որում զարկերակային ճնշումը 130-100 եւ սա ամենը չէ։ Երեխան նման վիճակում չեն կարողանում անալիզները հանձնել, որովհետեւ լաբորատորիայի սարքը փչացած է։ Ծնողին ասում են հաջորդ շաբաթ կգաք։ Ինչպես հաջորդ շաբաթ, երբ երեխայի օրգանիզմը քայքայվում է հենց հիմա։ Հարցեր ուղղել Անահիտ Ավանեսյանին, ՄԻՊ-ին, բոլոր պատասխանատուներին։ Հիմա հարցս հետևյալն է, շատ լավատես ենք, ուզում ենք 2026 թվականը։ Այս հարցերը չեն լուծվում։ Ընդ որում Աստված ոչանի, եթե երեխային մի բան լինի, ով է պատասխան տալու այս ամենի համար։ Ընդ որում ասում եմ, մի քանի ամիս առաջ էլ այս երեխաների հետ կապված, երբ որ դեղորայքն են ուշացրել եւ ասել էին չկա, մենք նորից ոտքի կանգնեցինք, այս հարթակից սկսեցինք ահազանգել, որոշակի կարգավորումներ եղան, բայց ոչ լիարժեք։ Ընդ որում ցավալին նա է, որ այս ծնողների մեջ էլ կա իրենց ասելով տարբերություն, ովքեր հարում են իշխանությանը, ավելի շուտ են իրենց խնդիրները լուծում, ովքեր իշխանություններին քննադատում են, երբեմն անդառնալի հետևանքներ է լինում։ Բայց որտեղից գիտեմ, որ հարում են իշխանությանը կամ հակառակ կողմից են։ Նման խոսակցությունները կան, մարդիկ կան, որ կան ծնողներ, ովքեր գնում են եւ իրենց անձնական հարցերն են լուծում, իսկ Ալինայի նման ծնողներ, ովքեր բարձրաձայնում են բոլորի խնդիրները, իրենց երեխաների հարցերը չեն լուծում։ Ալինայի նման ծնողներին ասեմ, որ իրենք մենակ չեն։ Ընդ որում մի բան էլ ասեմ, Ալինան Գորիսից է, որքան հիշում եմ, քանի որ այնտեղ չկա մանկական էնդոկրինոլոգի հաստիքը, ստիպված են եղել տեղափոխել Կոտայքի մարզ, որ երեխային մի բան լինելու դեպքում արագ կարողանան հասնել մայրաքաղաք։ Օգնություն ցույց տա։ Չգիտեմ, Ալինան մենակ չի, ամբողջ ժողովուրդը եւ բոլոր նրանք, ովքեր դեմ են համակարգային այդ փոփոխությունը դանդաղեցնելու կամ չանելու կամ իբր ասած փոփոխությունը չիրագործելու, այդ համայնքի հետ հասարակության հետ են։ Ես վստահաբար Ալինայի կողմնակից եմ, որ ցանկացած մեկը կլինի էնդոկրին մասնագետ, կլինի շաքար կամ ուրիշ մի բան հիվանդության հետ կապված պետական աջակցություն սրտացավությունը պետք է։ Նախ սկսենք այն կետից, որ մարդը ինքը սրտացավ պիտի լինի մարդու հանդեպ։ Մենք շատ չենք, ցանկացած մեկը մեր համար թանկ է։ Կլինի այդ երեխան, կլինի նրա հարևանը, առողջ թե հիվանդ, պետք է սրտացավ են պայքարել յուրաքանչյուր կյանքի համար, ել չեմ ասում առողջ կյանքի համար։ Այնպես որ կլինի Ավանեսյանը, չգիտեմ, այդ առողջապահության նախարարություն կամ նախարարության աշխատակիցները պարզապես պիտի կարողանանք հայտնաբերել, որում Արսեն Թորոսյանն այս հարցերի հետ շատ է շփվում եւ որոշակի շտկումներ կարողանում է դեռ անել, բայց ամեն դեպքում սա համակարգային, ինչպես դուք եք ասում, որում ծնողները սա համակարգային ամոթն են համարում առողջապահության նախարարությունը։ Շատ խելացի բան են ասում, բայց ես ինչքան հասկանում եմ, եթե միտեղ համեմատության համարկներեք, եթե մի գոմում նախիր կա, ինչ որ մի խոսքով բավական է մեկը, երկուսը, որ ամբողջ նախրին ասեն վատն է։ Պիտի գտնել ուղղակի որտեղ է կորչում այն բողոք, այն դիմումը, այն հայտ, չգիտեմ ինչ ասեմ, այն ուղղվածությունը, որտեղ հասավ ու կանգնեց։ Ընդ որում վարչապետի աշխատակազմին էլ է նամակներ գրել եւ մեր հարթակից քանի անգամ հայտարարել է, որ նամակները տեղ չեն հասնում եւ երկուշաբթի օրը մենք հնարավորություն կունենանք ծնողի հետ եւս եթեր դուրս գալու, նորից խնդիրների մասին խոսելու։ Եկանք այն համոզման, որ համակարգում կան գործող մարդիկ, ովքեր չեն գործում։ Մարդիկ, ովքեր կարողանում են թաքցնել մի խնդիրը, որը ժողովրդինն է։ Այդ երեխայի առողջությունը ժողովրդի
նաեւ իշխանության, բայց սկզբում ժողովրդի խնդիրն է, իր պարտքը, իր պատիվը։ Մենք պիտի ունենանք առողջ հասարակություն, առողջ հոգին, առողջ մարմնում է լինում։ Երեխան կմեծանա, իսկ ով ասեց, որ իրենցից վատ մարդու վատ գիտնական կարող է լինել։ Պետք է պարզապես հոգատարություն ու սրտացավություն լինի բուժման համար, հասանելի լինի բուժումը, դեղորայքը, չգիտեմ ինչ է նշանակում, Գորիսում չկա էնդոկրինոլոգ։ Մանկական էնդոկրինոլոգ։ Եվ ընդհանրապես մարզերում այդ խնդիրը բավականին բարդ է, որտեղ ըստ իրենց աշխատավարձները բավականին ցածր է եւ մարդիկ չեն ուզում աշխատել։ Դե իհարկե ցածր կլինի, եթե մենակ 3 միլիոն պարգևավճար, չգիտեմ, sense կոճակը սեղմելու համար ստանան, այնտեղ իհարկե այդ մյուս համակարգում բնականաբար քիչ կլինի աշխատավարձը։ Քիչ կլինի մանկավարժի աշխատավարձը, որ ինքը վաղվա երկրի սան մարդ քաղաքացի է դաստիարակում, քիչ կլինեն մարդկանց աշխատավարձը, ովքեր երկրի համար սրտացավ են, ովքեր պահում են երկիրը, ումով որ գալիս են իշխանության ու մոռանում են այդ հասարակ, ինչ ասեմ, հասարակ մարդ ասեմ, ժողովուրդ, բոլորին։ Բայց պիտի գտնել, ես չգիտեմ, քննադատելով ինձ նախորդ հարցազրույցի ժամանակ մեկն ասեց, այնպեսի քննադատություն արեցիք, ինձ թվաց անցել եք ընդդիմության կողմը։ Այդքան խիստ եմ եղել ամենայն հավանականությամբ, ես այս ընդդիմության կողմը չեմ կարող երբեք լինել, նախ դա ասեմ, թող իմանան, բայց ես չեմ կարող չքննադատել, երբ որ սխալ է լինում։ Ինչ է նշանակում առողջ ապահովության ու կրթության համակարգը մի ուրիշ կարգի մանրադիտակի տակ պիտի լինի։ Եթե կա մի մարդ, որ կարող է խանգարել եւ ընտրել իշխանական թևին են պատկանում, թե հակառակ թևին են պատկանում ու բուժումը, կրթությունը տանել այդ ուղղությամբ, նրան պիտի հանել։ Ընդ որում ոչ միայն հանել սուսուփուս, հանել եւ հրապարակավ դատապարտել։ Ով ես դու, որ կարող է մտնես համակարգ ու փչացնես ամբողջ ծրագիրը։ Եթե կա այդպիսի ծրագիր, բայց մեկ տեսնում եք, որ կա, խոսում են, ասում են, այ եթե դիմումը տեղ է հասնում, աջակցում են։ Ինչու դիմումը տեղ չի հասնում։ Դիմումը տեղ չհասնելու համար չհասցնողին պիտի հրապարակավ դատապարտում լինի։ Ինչու դիմումը տեղ չի հասնում։ Ես ինքս մեր տանը ստաց ոնց իմանամ, ինչ որ մեկը կարիք ունի, ինչ որ բանի։ Պիտի տեղ հասնի դա։ Բայց տեղ հասնում, եթե չեն թողնում, որ տեղ հասնի, այդ տեղ չթողնողին արդեն ասեցի դատապարտել հրապարակավ, ես չգիտեմ, հասարակական բարձրավանքի, ինչի ուզում եք, դա կլինի հեղինակություն ունեցող մարդ, կլինի հասարակ մարդ, կլինի ծպտված ընդդիմություն, կլինի իշխանություն, ով ուզում է լինի։ Ասեմ, որ այս ծնողները նույնիսկ դիմել էին ազգային ժողովի ընդդիմությանը եւ նրանք այս հարցը 1-2 անգամ բարձրացրել են ազգային ժողովում։ Այսինքն բարձր ամբիոններից էլ է խոսում, բայց ծնողների դժգոհությունները շարունակվում է։ Դժվարանում եմ ասել, եթե տեղ է հասնում ու չեն անում, թողներեն ինձ իշխանափոխությունը պարտադիր է։ Համակարգի փոփոխությունը նախ, ասենք, եթե իշխանությունից մեկը գնա, մյուսը գա ու նույն համակարգը պահպանվի, դրանից ոչինչ չի փոխվելու։ Համակարգային փոփոխություն է պետք։ Ումը կդիմեն, ինչ կանեն, չգիտեմ, բայց պիտի իմանալ, որ ժողովրդի դժգոհությունը մի օր, ինչպես ասում են, բաժակը, համբերության բաժակը լցվում է։ Այսքան տարբեր ճյուղերում գտնվող այս բաց թողումները, բացասական էմոցիաները հավաքում են ու միտեղ պորտկում կլինի, այսպես չի կարող երկար շարունակվել։ Պորտկում նկատի ունեք, Նիկոլ Փաշինյանն էլ է, չէ՞, վարչապետն ասում, եթե արեք հեղափոխությունով է ձեզ խանգարում, ժողովրդավար պետություն են, կան դժգոհություններ, նա դեմ չէ, որ լինի հեղափոխություն։ Հա, բայց դժգոհությունը այսպես է, եթե ես իմ դժգոհությունը հայտնում եմ, պարտավոր ես հաշվի նստել այդ դժգոհության հետ։ Ոչ թե դժգոհեք թողեք գնացեք տուն, կամ ես իմ հարցերը կլուծեմ, ոնց հարմար կգտնեմ, ու ոչինչ չանեք, դժգոհությունը, եթե մարդը դիմում է գրում մի բանի համար, ուրեմն դրա կարիքը ունի, ուրեմն դա պիտի ընդառաջել, կամ խելամիտ պատասխան տալ, ինչու չկա այսօր եւ ո կլինի վաղը, բայց պիտի լինի, անհնարին է դժգոհությունը հիմքեր չունենա։ Տեսեք, արդեն առողջապահության այդ ապահովագրական համակարգը սկսել է աշխատել հունվարի 1-ից եւ երեք լուրերով արդեն ցույց էին տալիս, որ հիվանդանոցներում մարդիկ կան, որոնք արդեն այդ ծրագրի շրջանակներում գնացել են բուժում ստանալու։ Այնպես չէ, որ ասում ենք չեն անում ինչ որ բաներ, բայց այստեղ երեխաների ինձ համար կարևորը, չգիտեմ, բոլորի առողջությունը, կյանքը ինձ համար կարևոր է, բայց երբ խնդիրը հասնում է արդեն անչափահասներին կամ 18-ից 27 տարեկան այդ սերունդին, ինձ համար ավելի շատ նրանք համարվում են խոցելի, որտեղ այդ սերունդն է, որ պետք է ամուսնանան, ընտանիքներ կազմեն, սերունդն է, որ պետք է գնա ծառայության, այս մի խոսքով, այս ամենը, այս սերունդին, ընդ որում, երբ որ նրանք այս դժգոհությունները եւ իրենց խնդիրները չեն կարողանում լուծել, բռնում են արտագաղթի ճանապարհը։ Երիտասարդները ընտանիքներ չեն կազմում, աշխատանք չկա,
պայմանները բավականին բարդ են, թանկացումները, ընդ որում այս ամենին մենք արդեն գալիս ենք 3 կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանի արված մի քանի հայտարարություններին եւ ճեպազրույցի ժամանակ արված լրագրողներին տրված պատասխաններին։ Հիմա ձեր լավատեսությունն է ուզում հասկանալ, երբ որ այս մասին իմանում եք, որտեղ է մնում լավատեսությունը եւ լուծումը որն է։ Դուք որպես սցենարիստ, ընդհանրապես այս ամենի վերջը ինչպես եք տեսնում Տիկին Մանուկյան։ Եթե շարունակությունը լինի այսպես ինչպես որ սկսել է, չհաշվենք, որ հունվարի 1-ից սկսել է համակարգային այդ փոփոխությունը, որ 65+ ինչ որ կա եւ հետո կա որոշակի տարիք, որ բուժումը կարող են ընդառաջել, մասնագետները նայել, եթե դա չհաշվենք, մնացածը որ ստվերում է մնում, կարծում եմ, որ դրա նախ ժամանակ է պետք ամենևին չպաշտպանելով իշխանություններին։ Դրան ժամանակը պետք է վարչապետն ասում է, չէ, պետք է ծրագիրը սկսենք աշխատացնել, որ տեսնենք թերությունները որտեղ է։ Ինչ խոսք, ցանկացած մեկը, եթե ես մի բան գրում եմ, հետո նայում եմ, որտեղ եմ թերացել, որտեղ է սխալը, որտեղ պիտի ուղղեմ, որտեղ առաջի կետն ու վերջին իրար չեն համընկնում, ուղումներ են պետք։ Չի սխալն ով որ ոչինչ չի անում։ Պիտի անեն, որ հասկանան սխալը որտեղ է։ Դա իր հերթին։ Բայց ես կարծում եմ, որ մեր վրա հայ ժողովրդի վրա շատ լավ աշխատել են, այսպես կոպիտ բառ չեմ ուզում ասել, բայց բթացնելու այն իմաստով, որ յուրաքանչյուրս ունենք մեր իրավունքները, բարձրաձայնելու, որտեղ ես թերություն տեսնում, բարձրաձայնի, որտեղ կա մի բան, որը ազգային անվտանգության, առողջապահության, կրթության տարբեր համակարգերին ոչ հարիր, ինչ որ իրավիճակ է ստեղծել մեկի, այսպես ասած իշխանությունն է, այսպես ասած կոռուպցիայի նման մի բան է, պիտի տեղյակ պահել, որպեսզի կարողանան, բոլորը չէ որ գիտեն հեռավոր գյուղում ինչ որ մի բան է եղել, եթե տեղյակ չպահեն, որտեղից իմանան։ Ոմանք էլ ասում են տեղյակ ենք պահում, բարձրաձայնում ենք արդեն այսօր խոսքի ազատությունը եւ այդ դրսևորումները ենթարկվում են ճնշումների։ Ուրեմն էլ ավելի լավ են աշխատել թշնամիներ, այնքան երկպառակությունը ուժեղանա ազգի մեջ, այնքան թշնամանան իրար հետ, որ եթե որևէ ճիշտ բան ես ասում, դառնում ես մեկի աչքի փուշը։ Մյուսինին, որին այդ սուտը ձեռք էր տալիս, դու ճիշտն ես ասում, այդ սուտ ասողը կարող է եւ թշնամանալ այդ ճիշտ ասողը ինչու բարձրաձայնել, ինչու ճիշտ բանն ասեցիր։ Չէ՞ որ մենք եթե ճիշտ բան ենք խոսում, հայերը, Հայաստանը, արտաքին քաղաքացում մեր թշնամիները կատաղում են։ Ճշմարտությունը իրաց ձեռք չի տալիս։ Դրա համար չեն թողնում։ Նույն ազգային այս նեղ շրջանակներում, եթե որևէ մեկը ճիշտ բան է ասում ու կարող է դրանից շահել ազգը, շահել որոշակի հատված, մյուսները որ չեն ուզում դա լինի, նրանց դուր չի գալիս։ Թշնամանում են իրար հետ։ Երկու հատված է, դա նույնիսկ կարող է լինել ընտանիքում։ Եվ ընտանիքում եւ հարևանության մեջ եւ խմբերի մեջ եւ այսպես ընդդիմություն այս կարգի արճակատում իրար հետ երկիրը բաժանել, ժողովուրդը բաժանել մի քանի մասերի, հիմնականում երկու այսպես թշնամական ու գնալով թշնամությունը ավելացնել հատվածների միջև անհնարին դեղից գտնել մի ճիշտ բանը, այն բաժակի մասը, որ կեսով չափ լիքը ջուր է, կեսնել դատարկ է։ Հիմա մեկը կարող է վերլուծել, ասել, գիտեք, այն լիքը մասը այնքան լավ էր ու մի ժամ խոսեց բաժակի լիքը մասի ջրի մասին եւ ճիշտ կասի, իսկ մյուսը դատարկի մասին խոսի եւ նա էլ ճիշտ կասի, որտեղ կեսով չափ դատարկ է։ Նայածով է մեկնաբանում այդ վիճակը։ Ստեղծված իրավիճակով է մեկնաբանում։ Լավատես մարդ է, պետություն սիրող մարդ է, հայրենիք սիրող մարդ է, թշնամություն չունի, իր մեջ թեկուզ իր ընդդիմախոսն է, թեկուզ եւ հակառակ վեվերի հակառակ ճամբարի մարդ է։ Լինի անկեղծ, լինի մարդ, որ այնքան սիրիր հայրենակցին, որ կլինի մոլորված է մյուս ճամբարին է պատկանում, կլինի, որ արմատապես ինքը ընդունում է նրանց գաղափարը, գաղափարական պայքար լինելու դեպքում էլ ատելություն չլինի գոնե։